Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվ այսպես Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է, որտեղ նախարարը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես նա Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Պաշտպանության Դաշնային նախարար Բորիս Պիստուրյուսի հետ։ Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցի իր էջում։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները։ Բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը եւ այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, հայտնել է նա։ Նախորդին Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկու ստեկ պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով։ Միևնույն ժամանակ Լյուքսեմբուրգում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի հետ։ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի նախարարներն անդրադարձել են միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին, որոնք տեղի են ունենում ներկա աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Միրզոյանը նաև հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար, արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այժմ զրուցելու եմ Ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Ողջույն պարոն Բլեյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բլեյան, սկսենք Պաշտպանության նախարարի այցից, Սուրեն Պապիկյանը Գերմանիայում է, շատ է խոսվել, որ Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը նաև հենց Գերմանիայի հետ եւ պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, որ տարբեր տեխնոլոգիաների շուրջ ընդհուպ Հայաստանը եւ Գերմանիան կարող են գալ համաձայնության եւ այլն, թեև դրանց պաշտոնական որևէ հաստատումներ այս պայդրությամբ չեն եղել, բայց այնուամենայնիվ, այցերի կարևորության եւ նշանակության մասին խոսելով, Պաշտպանության նախարարը վերջին շրջանում նաև Հնդկաստանում էր, որի հետ Հայաստանը արդեն իսկ ունի հաստատված ռազմատեխնիկական համագործակցություն եւ հիմա էլ արդեն դրանից առաջ Հունաստան մեկնեց Պաշտպանության նախարարը եւ արդեն Գերմանիայում է։ Այս այցերը մեր, այսպես ասենք, ռազմատեխնիկական դիվերսիֆիկացիայի ընդգրկուն մաս են, սա աշխարհագրության ընդլայնում կամ ծավալում է ենթադրում։ Այո, նաև շատ կարևոր եմ համարում Միացյալ Թագավորության հետ ձեռք բերված այն համաձայնությունը, այն պատրաստակամությունը խորացնել հայ-բրիտանական հարաբերությունները, ընդ որում գիտեք, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև կա ռազմավարական հաղորդակցության մակարդակ, բայց կարծեմ 23 թվականին մենք ամրագրեցինք այդ մակարդակ, այդ level-ը, բայց այդ օրվանից ի վեր չեն կարող խոսել, որ այդ ձևաչափով որևէ լուրջ առաջընթաց է տեղի ունեցել եւ ես կարծում եմ, որ պետք է մի սուարուն տակ այդ մեր համագործակցությանը եւ ասեմ ավելին եւ բարձրացնենք, նույնիսկ փորձենք բարձրացնել այդ մակարդակը ռազմավարական հարաբերությունների Օրինակ մենք ունենք Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն, բայց չունենք ռազմավարական բնույթի համագործակցություն, փաստաթուղթ չունենք, փաստաթղթավորված չեն մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակում Հնդկաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ Եվ թարապես մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակում եվրոպական այդ երեք երկրները գումարած Լեհաստանը շատ առանցքային դերակատարում են ստանձնում կապված իրենց դերակատարման հետ Ուկրաինայում
գիտեք վերջերս իրենք ժամանել էին Կիև եւ իրենց ներկայությունը, իրենց բանակցությունները ուկրաինական նախագահի հետ, իրենց բանակցությունները նաեւ արդեն Միացյալ Նահանգների հետ շատ կարեւոր եւ գործուն աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, իսկ Ուկրաինան դա եվրոպական անվտանգության դարպասն է։ Իսկ Եվրոպան դա այն անվտանգային համակարգն է, որտեղ Հայաստանը իրեն տեսնում է եւ այլ համակարգ, այլ անվտանգային համակարգ, որտեղ Հայաստանը կարող է իրեն պատկերացնել, պարզապես չկա։ Այն անվտանգային համակարգը, որը ձևավորված էր երկար դարեր շարունակ, բայց եկեք ասենք 91 թվականից սկսած, այն ամբողջությամբ փլուզված է, այն չի գործում, ասեմ ավելին այն գործում է մեր դեմ, գործել է մեր դեմ եւ դեռ գործելու է մեր դեմ, եւ հետեւաբար մենք պետք է մեր ռազմական պոտենցիալը բարձրացնենք։ Խոսքը միայն ռազմատեխնիկական, գիտեք, սպառազինության գնման մասին չէ, խոսքը նաև սպայական կազմի եւ թալապես բանակի վերապատրաստման, տրեյնինգների, այդ սեմինարների մասին է, այդ առումով շատ կարևոր է նաև այցը Հունաստան, որովհետեւ Հունաստանի հետ մեկ նման ձևաչափով արդեն իսկ փորձ ունենք աշխատանքային։ Եվ այո, ես միայն ողջունում եմ, որ նման համագործակցություն կա, նման այցելություններ կան, պայմանավորվածություններ կան, խոսելով Գերմանիայի մասին մենք գիտենք, որ արդեն կանցլեր Մերցի պաշտոնավարման օրոք մենք ականատես կլինենք Գերմանիայի վերափոխման եւ այն տարիներ շարունակ տևած մեկուսացումը, եթե կարող ենք այսպես բնութագրել, համաշխարհային պատերազմից հետո, երկրորդից հետո ռազմատեխնիկական բնույթի մեկուսացումը Գերմանիայի արդեն ավարտվել է եւ Գերմանիան շատ լուրջ դերակատարում է ստանձնելու Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության եւ Լեհաստանի եւ մնացած եվրոպական երկրների հետ միասին եվրոպական մայրցամաքի անվտանգության շուրջ։ Իսկ եվրոպական մայրցամաքը դա ոչ միայն Ուկրաինան եւ Մոլդովան են, այլ նաեւ Վրաստանն ու Հայաստանը։ Դուք Գերմանիայի նոր կանցլերի հանգամանքը կարևորեցիք, հիշատակեցիք, ինչ կարող ենք սպասել Մերցի պաշտոնավարումից, հաշվի առնելով նաեւ արտաքին քաղաքական նրա պատկերացումները, ուղղությունները, առանցքային էր իհարկե տեսնել, թե ինչպիսի վերաբերմունք է ունենալու այդ թվում եւ ձեր հիշատակած Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Այստեղից Հայաստանի մասով նկատի ունեմ, հա, ինչ հետաքրքրություն է ներկայացնում Մերցը։ Տեսեք, հայ-գերմանական հարաբերությունները նամանավանդ երբ ցեղասպանության ճանաչումն ընդունվեց Գերմանիայի կողմից, ստանձնեցին կարելի ասել ել ավելի բարեկամական բնույթ եւ այդ բարեկամական ասվածը դա քաղաքական կատեգորիա չէ եւ գետնի վրա այնքան էլ չի երևում, հիմնականում այդ բարեկամական ասվածը դա ռուզական դաշտում է օգտագործվում, բայց շատ կարևոր է, որ այդ բարեկամական հարաբերությունները մենք կարող ենք նյութականացնել, արդիականացնել նաեւ եւ հայ-գերմանական համատեղ ձեռնարկություններ կարող են հիմնվել Հայաստանում, շատ կարևոր լինի, որ դա տեղի ունենի Հայաստանում։ Մենք նաեւ պետք է հասկանանք, որ մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ այն ինչ մենք մտածում ենք, որ հնարավոր չէ, առաջ, ապա շատ հնարավոր է այժմ եւ նույնիսկ մի բան էլ ավելին, ինչ մենք չէինք մտածում։ Հետեւաբար թե Գերմանիայի հետ, թե Միացյալ Նահանգների հետ, թե ընդհանրապես այն գործընկերների հետ, ում հետ մենք միայն հարաբերվել ենք սովորաբար, երբ ունեցել ենք արդեն օքեյը Կրեմլից, դաբրոն Կրեմլից, այդ երկրների հետ մենք սկսել ենք արդեն որպես ինքնիշխան պետություն սուբյեկտ դրսևորվել, հարաբերվել եւ Գերմանիայի հետ, մնացած այլ երկրների հետ համատեղ շահերի փոխմբռնումը պետք է համատեղ երկխոսության արդյունքում ի հայտ գան եւ գիտեք, որ Գերմանիայի ներկայացուցիչն ի վերջո մեր եվրադիտորդների ղեկավարում այդ անձնակազմը, հետեւաբար Գերմանիան արդեն իսկ այդ իր քայլով ցուցադրել է իր պատրաստակամությունը եւ հետաքրքրությունը հարավային Կովկասում կամ այլ կերպ ասած հարավարևելյան Եվրոպայում իր գերմանական շահերի ներկայության մասին
եւ Հայաստանը որպես կարևոր եւ առանցքային եւ վստահելի գործընկեր կարող է այստեղ համագործակցել Գերմանիայի հետ, ընդ որում այդ համագործակցությունը ամենևին չի նշանակում, որ այլ ուղղություններով չպետք է կատարվեն կամ ի հաշիվ այլ ուղղությունների կատարվեն, խոսքը գնում է հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, հայ-բրիտանական հնարավոր հարաբերությունների մասին, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, իրենք բոլորը փոխկապակցված են, փոխլրացնող են, դրանք հասկանում են թե Գերմանիայում, թե մնացած այլուր, այնինչ տեղի ունենում Մերձավոր Արևելքում, այնինչ տեղի ունենում Ուկրաինայում, ցույց է տալիս, որ մի ժամանակներ ենք ապրում, որ այնինչ հնարավոր չէր պատկերացնել առաջ, ապա շատ հանգիստ կարելի է իրագործել այժմ ի շահ մեր պետականության։ Իսկ մեր պետականությունից է բխում, որպեսզի այստեղ հնարավորինս ներկայացվածություն լինի այն աշխարհակաղակական կենտրոնները, որոնց նպատակն է տարածաշրջանում պահպանել ժողովրդավարությունը, ամրապնդել խաղաղությունը եւ թույլ չտալ նոր պատերազմի բռնկմանը, չեզոքացնել ռուսական ազդեցությունը, որն իրենց ենթադրում է հիբրիդային հարձակում, թե Հայաստանում, թե Վրաստանում, թե նույնիսկ Ադրբեջանում, եւ այլ ճանապարհ չկա պարզապես։ Սա պատերազմ է, այո, Հայաստանը գտնվում է պատերազմական դրության մեջ, որովհետեւ հիբրիդային ամենօրյա ռեժիմով մենք պատերազմական գործողություններ են տեղի ունենում Հայաստանի դեմ, Ռուսաստանի կողմից միջնորդավորված Ադրբեջանից եւ այլուր, եւ մենք պետք է բարձրացնենք մեր կարողությունները, իսկ մեր կարողությունները մենք կարող ենք բարձրացնել համագործակցելով Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի, Միացյալ Նահանգների հետ, Լեհաստանի հետ։ Ջրայր Պարոն Բլեյան, տեսեք, երբ մենք խոսում ենք բնականաբար պաշտպանության, արտաքին գործերի նախարարների այցերի մասին, մենք իհարկե հաշվի ենք առնում մեր տարածաշրջանային կամ Հայաստանի Հանրապետության կարիքները առաջին հերթին անվտանգային ոլորտում, ինչի մասին դուք եւս հիշատակեցիք։ Ես հիմա մեջբերելու եմ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆին, նա ասել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շատ մոտ են վերջնական կարգավորմանը, կարծում եմ երկուսն էլ կարող են միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին։ Իսկապես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կունենանք 4-ից 5, գուցե 6 երկիր, որոնք կկնքեն Աբրահամյան խաղաղության համաձայնագրերը եւ դա մեծ ազդանշան կլինի աշխարհին Թրամփի արտաքին քաղաքական նախաձեռնության մասով։ Ես շատ կարճ նշեմ մեր հերոսատողների համար Աբրահամյան համաձայնագրերը, դրանք երկկողմանի համաձայնագրեր են արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի եւ Իսրայելի միջև 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Ինչ է սա իրենից նշանակում, հա, եւ որքանով է հավանական, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միանան Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։ Անկեղծ ասած, իմ պատկերացմամբ դա ավելի շատ վերաբերվում է արաբական երկրներին, որ արաբական երկրները կարող են միանալ այդ համաձայնագրին, բայց եթե Ուիթքոֆը խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, ապա ես միանշանակ դրան կողմ եմ, որովհետեւ դա նախ բարձրացնում է Հայաստանի կշիռը, դա նախ հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դառնան ել ավելի կառավարելի եւ մնան կառավարելի դաշտում, դրանից հետո դա բարձրացնում է մի այլ մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունները, հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները, որոնք ստորագրվել էին Բայդենի վարչակազմի օրոք, բայց որոնց իրենց հավանությունն են տվել արդեն Թրամփի վարչակազմի օրոք, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել պարզապես չի կարող, այո, Հայաստանը պետք է դրան միանա, դա նաև կբարձրացնի Հայաստան-Իսրայել հարաբերությունները, իսկ ինչով է կարևոր Իսրայելը Հայաստանի համար, որովհետև Իսրայելը դիտվում է որպես սպառնալիք հայ ժողովրդի համար, հաշվի առնելով իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Հետևաբար, եթե սպառնալիքը գալիս է այդ երկրից, միջնորդավորված, ապա մենք պետք է համագործակցենք այդ երկրի հետ եւ նվազեցնենք այդ սպառնալիքը եւ հակառակը դարձնենք համագործակցենք Իսրայելի հետ, որովհետեւ մենք շատ ընդհանրություններ ունենք այդ պետության հետ, երկուսս էլ ապրել ենք ցեղասպանության միջով եւ այդ մակարդակը, որ մենք ունեինք հայ-իսրայելական, պարզապես անընդունելի է, մենք
երկար ժամանակ մեր արտաքին հարաբերությունները ընդհանրապես ստորադասել ենք ռուսական շահին, երբեմն իրանական շահին, բայց ներեցեք այդ ընթացքում Ադրբեջանը ընդհանրապես չի առաջնորդվել նման գործելավոճով, հակառակը հարաբերվել է թե Իրանի, թե Իսրայելի, թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների, թե մնացած այլ երկրների եւ փորձը ցույց տվեց, որ նա շատ ավելի այդ գործելավոճը շատ ավելի հաջողակ է, քան այն ինչ մենք էինք արել, երբ բոլոր շարքիթները շարել էինք ռուսական Զամբիովում, երբեմն ինչ ռևերանսներ էինք անում առ Իրան, արդյունքում մենք ոչ Իրանի հետ նորմալ հարաբերություններ ունեինք, Ռուսաստանի հետ վասալային կարգավիճակում էինք եւ Ռուսաստանը սկսեց մեր հաշվին Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ բան հաշիվներ փակել, բարտարային գործարքների մեջ մտնել, մնացած աշխարհից մենք միայն աղերսում էինք բարեկամական կոչեր, ինչի մասին ես քիչ առաջ խոսում էի, ես կողմ եմ, իհարկե կողմ եմ, պետք է տեսնենք, թե արդյոք դա հնարավորություն կդառնա եւ ընդհանրապես դա նաեւ թույլ կտա, որպեսզի ամերիկյան կողմը ներգրավի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ մենք կարողանանք առանց այդ ադրբեջանական վերբալ պահանջների, այնինչ արդեն թակավորված ունենք 17 կետերի ձևով, կյանքի կոչենք եւ ստորագրենք։ Իսկ որքան եք հավանական համարում, որ օրինակ նույն Ադրբեջանը շահագրգիռ կլինի այդ միանալու այդպիսի համաձայնագրի, որը ինչպես դուք նշեցիք, ենթադրելու է Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ, ենթադրելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների արվելի կառավարելիություն, բարձրացնելու է Հայաստանի կշիռը, Ադրբեջանի քաղաքականությունը մինչև այս պահը միտված է, որպեսզի Հայաստանը որևէ կշիռ առհասարակ չունենա։ Այո, բայց մյուս կողմից դա նաև կբարձրացնի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների մակարդակը, մենք գիտենք, որ Իլհամ Ալիևը ջանում է ունենալ նմանատիպ հարաբերություններ, ինչ մենք ունենք Միացյալ Նահանգների հետ, ինքը խոսել է դրա մասին, որ նա պատրաստ է ռազմավարական համագործակցության հանել իրենց հարաբերությունները եւ սա շատ լավ հնարավորություն է Ադրբեջանի համար, մյուս կողմից հաշվի առնելով նաև Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները շատ դժվար կլինի Իլհամ Ալիևի համար մերժել միանալուն այդ համաձայնագրին եւ դե գիտեք միշտ մերժելով չէ ի վերջո ինչու է հիմնականում Իլհամ Ալիևը մերժում, որովհետեւ Հայաստանը շատ ավելի բան ունի ստանալու այդ համաձայնագրից Ադրբեջան խաղաղության համաձայնագրից կան Ադրբեջանն է եւ եթե Իլհամ Ալիևը տեսնի որ թե Ադրբեջանը թե առաջին հերթին իր վարչակազմը ունի նաեւ ստանալիք եւ այն ինչ նա կարող է ստանալ ավելանում է նա կարող է ի վերջո գնալ առաջին անգամ չէ երբ Իլհամ Ալիևը պահանջներ է դրել բայց հետո այդ պահանջներից հետ է կանգնել եւ գնացել է որոշ քայլերի եւ պարտադիր չէ որ այդ երկու վերբալ նամանավանդ ինչ վերաբերում է մեր համանadrությանը պահանջը նա միջև վերջ առաջ տանի եւ հետեւաբար կարող է ինչ-որ մի պահ հետ կանգնել եւ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր եւ որպեսզի այդ խաղաղության համաձայնագիրը թղթին չմնա եւ որպեսզի այդ խաղաղության համաձայնագիրը կյանքի իրապես կոչվի Հայաստանը պետք է շարունակի համագործակցել եւ ել ավելի խորացնի իր հարաբերությունները Գերմանիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Միացյալ Թագավորության հետ, Ֆրանսիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Իրանի հետ, ես հույս ունեմ, որ Իրանի պահով մենք ունենանք շատ դրական արդյունք Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների արդյունքում, որը շատ լուրջ կձևափոխի ամբողջ տարածաշրջանը, ոչ միայն Հարավային Կովկասը։ Եվ մի հարց էլ Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորության մասին խոսեցիք, նաև Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների եւ կարևորեցիք պաշտպանության նախարարի հանդիպումը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ղեկավարի հետ, հիշատակեցիք, որ մենք Մեծ Բրիտանիայի հետ ունենք ռազմավարական երկխոսության մակարդակ, մենք ունենք փաստաթուղթ այդպիսի Միացյալ Նահանգների հետ, բայց մենք հիշում ենք, որ ապրիլի 24-ին ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Թրամփը նշել էր, հիշատակել էր այդ փաստաթուղթը, պատրաստակամություն հայտնել շարունակել աշխատել դրա շրջանակում եւ նշել, որ սպասում է հայկական կողմին, հա, գուցե Մեծ Բրիտանիայում եւս սպասում են հայկական կողմին, գուցե Գերմանիայում, Ֆրանսիայում,
Ասիայում, տարբեր տեղեր եւս սպասում են հայկական կողմին։ Նկատի ունեմ Թրամփի հայտարարությունը բավականին հետաքրքիր էր եւ կարող է, այսպես ասենք, զուգահեռվել այլ երկրների հետ գրեթե նույնաբովանդակ հարաբերություններ ունենալու այլ երկրների պատրաստակամության եւ Հայաստանի որոշակիորեն դանդաղկոտության կամ չկողմնորոշվածության հետ, հա, որովհետեւ ամենավերջին թարմ օրինակը նախ հիշատակումը, որ Հայաստանի կողմից են սպասում, դա ենթադրում է, որ Հայաստանը չի անում կոնկրետ շատ առարկայական քայլեր եւ հետո, երբ Հայաստանը խոսում է բալանսավորման եւ բալանսավորող արտաքին քաղաքականության մասին, օրինակ հարց է առաջանում, եւ մայիսի 9-ի վարչապետի ներկայությունը Մոսկվայում ենթարկվում է քննադատության, իշխող ուժի ներկայացուցիչները միանգամից հիշում են բալանսավորման քաղաքականության մասին եւ չեն պատասխանում հարցին, ապա գոնե այդ քաղաքականության տրամաբանության մեջ, ապա ինչու Հայաստանի կողմից պատվիրակություն միևնույն ժամանակ ներկա չէր Կիևում։ Կամ Կիևում, կամ Լոնդոնում, կամ Բեռլինում տարատեսակի առումներ կային, այո, եւ իդեպ պարտադիր չէր, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցեր այն մյուս ձևաչափով, հա, նախագահ Խաչատուրյանը կարող էր մասնակցել, Արադ Միրզոյանը կարող էր մասնակցել, Ալա Սիմոնյանը կարող էր մասնակցել, այսինքն այսօր որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դա բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության մեջ է մտնում, ոչ, որովհետեւ այո, եթե իրենք իրապես ցույց տային, որովհետեւ այնպես չէ, որ մենք սովետական միության բանակում էին հայեր պատվիրազմում, ուրեմն Հիտլերյան բանակի դեմ, թե ֆրանսիական, թե եվրոպական այլ երկրների բանակում նույնպես մենք հայեր ունեին, հայազգիներ կային, հա, ովքեր պատվիրազմում են, հետևաբար ասել, որ մենք անպայման պետք է մասնակցենք մայիսի 9-ի շքերթին, այդքան էլ տեղին չէ, որովհետև նախ մենք պետք է վերջը գիտակցենք, որ մենք օկուպացված ազգ ենք։ Մեր անկախությունը օկուպացրել էին ռուսները։ Հիմա ունը կդնենք բոլշևիկ, ես ինչ կդնենք, դա կարևոր չէ։ Ռուսներն եկան եւ մեզ խլեցին մեր անկախությունից։ Հետո իրենք սանձազերծեցին երկրորդ համաշխարհային պատերազմը Հիտլերի հետ, ոչ թե 41 թվականին, ինչպես իրենք մեզ փորձում են հրամցնել եւ հրամցրել են տարիներ շարունակալ 39 թվականին։ Այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմը Հիտլերը չի սկսել են Հիտլերն ու Ստալինը։ Շնորհակալություն Անուանանիվ պարոն Բլեյան զրույցի համար։ Ես հիշեցնեմ զրուցակիցը Ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանն էր։